Բարև ձեզ։ Փաստինֆոյետերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ավարտվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը, եւ հիմա փորձենք ամփոփել, թե ինչ այց էր դա եւ հատկապես ինչ քննարկումներ եղան Ադրբեջանում։ Քանզի Բաքու կատարած նրա այցի ծրագիրը ամբողջությամբ տարբերվում էր հայաստանյան ծրագրից։ Եթե Հայաստանում ուղղակի խոսվեց մոդուլային ատոմակայանի մասին եւ ըստ էության նշվեց, որ դրա համար Հայաստանը պետք է վճարի եւ այն էլ ոչ քիչ գումար, մոտ 9 միլիարդ դոլարի մասին է խոսքը, ապա Ադրբեջանում ստորագրվեց Վենս-Ալիև համաձայնագիրը կամ ինչպես ասում են ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խարտիան։ Հիմա ինչ խարտիա էր դա? Դա շատ կարևոր է եւ նաեւ շատ տագնապալի։ Այդ խարտիայով Միացյալ Նահանգները ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ մի հարց է հետաքրքրում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը դեռ չի ավարտվել, ապա ինչ սահմաններում է Վենսը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, խոսեց մի շարք այլ թեմաների մասին։ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար ըստ Վենսի բավականին լուրջ գործընկեր է եւ մեծ նշանակություն ունի։ Բացի այդ, պարզվում է եւ մենք այդ մասին չգիտեինք էլ, որ Ադրբեջանը Աֆղանստանում ուսուսի տված կռվել է Միացյալ Նահանգների բանակի հետ ընդդեմ ահաբեկիչների։ Այն նույն Ադրբեջանը, ով չխորշեց 2020 թվականին Արցախում մեր դեմ ահաբեկիչներ կիրառել։ Բայց այստեղ կարծում ենք ոչ միայն խնդիրը Վենսի տեղեկատվության ամբողջությամբ չտիրապետելն է, այլև կարծում ենք խնդիրը հենց մեր մեջ է։ Մենք պետք է կարողանայինք ժամանակին փաստերով փաստագրված նաև Միացյալ Նահանգների օրենսդիր եւ գործադիր մարմիններում տարածեինք տեղեկատվությունը Ադրբեջանի կողմից ահաբեկիչների կիրառման մասին։ Եվ հիմա արդեն ԱՄՆ փոխնախագահ Բաքվում նման հայտարարություններ չեր անի։ Աֆղանստանի մասին է խոսում այն պարագայում, երբ ադրբեջանական կոնտինգենտը ոչնչով ըստ էության աչքի չի ընկել։ Այն նույն Ադրբեջանը, ում Միացյալ Նահանգները եւ նրա ղեկավարությունը հրաժարվեց վաճառել անգամ Աֆղանստանից դուրս բերվող օգտագործված ամերիկյան տեխնիկան։ Եթե Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը այդքան կարևոր էր, ապա ինչու այդ տեխնիկան չվաճառվեց Ադրբեջանին։ Միացյալ Նահանգներում հղում տվեցին այն որոշման վրա, որ Միացյալ Նահանգները հակամարտող կողմերին զենք չի վաճառում, բայց որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվեց։ Որոշ ժամանակ անց 907-րդ ուղումը վերացվեց եւ Ադրբեջանը կարող է հետ այսու շատ ազատ կերպով գնել եւ ձեռք բերել ամերիկյան զենք եւ Թրամփն էլ արդեն չի թաքցնում, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն մատակարարում է Ադրբեջանին, ինչպես իրենք են ասում, պաշտպանական տեխնիկա։ Ամեն դեպքում տեղեկատվության պակասի խնդիր կա։ Վենսը կամ ամբողջությամբ տեղեկացված չէ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, կամ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը ինչ որ շահերի համար։ Ինչ որ շահերը կարծում եմ կապված է լինելու թրիպի հետ եւ ադրբեջանական նավթային ընկերությունների կողմից թրիպում ներդրումներ անելու հավանականության հետ։ Քանզի եթե հիշում ենք, Հայաստանում Վենսը հայտարարեց, որ տարածաշրջանային պետությունները կարող են նաեւ ներդրումներ անել թրիպում եւ հենց նրանք են այդ ներդրումները անելու։ Եթե բացասման օրենքով առաջնորդենք, ապա Իրանին, Ռուսաստանի Դաշնությանն ու Վրաստանին հանելու պարագայում այստեղ մնում է ընդամենը Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այնպես որ Ադրբեջանի համար Վենսի այցը ըստ էության կայացավ։ Ադրբեջանը կարողացավ Միացյալ Նահանգներին ներքաշել մի ծուղակի մեջ, որը տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Հետագայում կարծում ենք սա խնդիրներ է ստեղծելու նաև հենց Միացյալ Նահանգների համար, իհարկե հայկական ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում եւ ինչպիսին է լինելու տարածաշրջանը Վենսի այցից հետո, երբ է գործարկվելու թրիպը եւ առհասարակ գործարկվելու է այն, թե ոչ։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին առաջին թեմայի հետ է կապված, բայց այս անգամ խոսենք տարածաշրջանային այն ենթակառուցվածքների մասին, որոնք տեսականորեն կարող են վերաբացվել։ Թրիպը, ինչպես ասում են, կարող է կատալիզատորի դեր ստանձնել եւ նպաստել տարածաշրջանում այլ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը եւ ակտիվացմանը։ Իհարկե, այստեղ առաջին հերթին պետք է խոսենք այն պետությունների մասին, որոնք դուրս են մնում թրիպից եւ հետեւաբար նրանք կարող են միավորվել եւ միավորել իրենց ջանքերը նրան հակառակ ինչ որ գործընթաց սկսելու համար։ Ամենից հեշտ գործընթաց եւ ամենից դյուրինը, որը չի պահանջում ֆինանսական մեծ ներդրումներ, դա իհարկե աբխազական երկաթուղու շահագործումն է։ Եվ Վրաստանը եւ Ռուսաստանը շահագրգռված են լինելու ըստ էության եւ ստիպված են լինելու մի օր նստել բանակցային սեղանի շուրջ աբխազական երկաթուղին շահագործելու համար, քանզի թրիպը ձեռնտու չէ ոչ Մոսկվային եւ նա չի էլ թաքցնում եւ նաեւ Վրաստանին, քանզի թրիպի հնարավորությունների պարագայում եւ եթե թրիպը վերագործարկվեց կամ գործարկվեց, ապա Վրաստանը զրկվում է այն տրանզիտային մեծ հնարավորությունից, որ այսօր ունի եւ հայկական ապրանքների մի մասը կարող է այլևս Վրաստանով չանցնել։ Հետեւաբար
երկու պետությունները կարող են մի կողմ դնել շատ լուրջ տարաձայնություններ եւ լրջորեն սկսել քննարկել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը։ Բացի այդ, Վրաստանում նաեւ բավականին լուրջ հակաադրբեջանական տրամադրություններ են աստիճանաբար զարգանում եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը նաեւ Ադրբեջանի ունեցած տարածքային հավակնությունները Վրաստանի որոշ շրջանների հետ կապված վրացական իշխանություններին բավականին լուրջ նյարդայնացնում են։ Հետևաբար, այս ամենն իմի բերելով կարող են երկու պետություններ, որոնք այս պահին չունեն անգամ դիվանագիտական հարաբերություններ, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ լրջորեն քննարկել տարածաշրջանային նոր կոմունիկացիոն նախագիծ ստեղծելու եւ վերագործարկելու մասին։ Սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ է կապված։ Մերցի եւ Մակրոնի հարաբերությունները վերջնականապես լարվել են եւ ինչպես եվրոպական լրատվամիջոցներն են նշում, այժմ մենք գործ ունենք Մերց Մելոնի բավականին լուրջ դաշինքի հետ։ Իտալիայի եւ Գերմանիայի ղեկավարները լրջորեն համագործակցում են եւ արդեն որոշ փորձագետներ սա նույնականացնում են Բեռլին-Հռոմ առանցքի հետ, ցույց տալով նաև կապը կամ հնարավոր կապը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի եւ Իտալիայի միջև եղած։ Եվ այս պարագայում խոսքը այն լուրջ տարաձայնությունների մասին է, որ կա Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջև։ Եթե փորձենք համախմբել եւ ամփոփել, ապա պետք է 3 հիմնական կետ նշենք, թե ինչի շուրջ են այդ տարաձայնությունները։ Առաջինը, Մակրոնը վետո կիրառեց Եվրոպական միություն Մերկոսուր առևտրային պայմանագրի վրա, որը մեծ հաշվով բխում էր Գերմանիայի շահերից։ Երկրորդը, բավականին լուրջ տարաձայնություններ կան ռուսական ակտիվների հետ կապված, Մակրոնը հրաժարվում է տալ համաձայնություն ռուսական ակտիվները օգտագործելու հետ կապված, եւ երրորդը, որ կրկին ըստ էության շատ կարևոր է, երրորդ հարցը կայանում է նրանում, որ տնտեսական հարաբերությունների զուգահեռ խնդիր է առաջանում եվրաբոնդերի հետ կապված։ Գերմանիան հրաժարվում է մասնակցություն ունենալ այսպես կոչված պարտքային ընդհանուր դրամապանակի հետ եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիական պետական միջոցները, պետական գումարները բավականին ծանր վիճակում են գտնվում, հաշվի առնելով Ֆրանսիայի տնտեսական վիճակը։ Եվ այս ամենը նպաստում է, որպեսզի Մերցի եւ Մակրոնի միջև բավականին ծանր եւ լարված հարաբերություններ հաստատվեն։ Եթե հիշում եք, դեռ տևական ժամանակ առաջ մենք անդրադարձանք այն հանգամանքի, որ Մարի Լեպենն էր քննադատել Եվրոպական միություն Միացյալ Նահանգներ ազատ առևտրի համաձայնագիրը, նշելով, որ այն բարոյական առումով եւս Ֆրանսիային ձեռնտու չէ, քանզի ֆրանսիական ֆերմերների հաշվին գերմանացիները հնարավորություն են ունենալու իրենց մեքենաները վաճառել Միացյալ Նահանգներում։ Եվ կարծես թե Մակրոնը ինչ որ կերպ լսում է իր թեկուզ քաղաքական հակառակորդի հորդորները եւ նաեւ զգաստության կոչերը եւ քայլեր սկսում ձեռնարկել Մերցի ակտիվությունը որոշակիորեն նվազեցնելու համար։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները մենք կտեսնենք առաջիկայում։ Իդեպ բաց մի թողեք հնարավորությունը եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր YouTube-յան ալիքին։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։